Պողոս կդատվի։ Երբ Փեստոս անցավ Փելիքսի տեղը, Երուսաղեմ գնաց ավելի լավ ծանոթանալու այն ժողովրդին, որ պիտի կառավարեր։ Հոն հանդիպեցավ քահանայապետերուն և հրեա առաջնորդներուն, որոնք իրեն ներկայացուցին Պողոսի դեմ իրենց ունեցած ամբաստանությունը։ Գործք Առաքելոց 25:1-2 Հրեաները համառորեն վճռած էին սպանել Պողոսը։ 2 տարիներ ի վեր անոնք եռային նախորդ փորձերուն մեջ իրենց ունեցած ձախողության համար, ուստի փորձեցին ուրիշ դավմը և կաղաչեին իրեն և շնորհք կխնդրեին անոր դեմ, որպեսզի զանիկա Երուսաղեմ բերել տա ու իրենք դարան կպատրաստեին ճամբուն մեջ զանիկա սպանելու։ Գործք Առաքելոց 25:3 Նույնիսկ այսօր ավետարանի թշնամիները կմնան վճռակամ իրենց նպատակին մեջ, կջանան առանց թուլանալու։ Շատ հաճախ անոնք կամչեցնեն հավատացյալ քրիստոնյաները։ Իբր արդյուն կատոր, մենք հակամետ կլլանք դասալի կլլալու։ Սակայն պետք չէ, որ այնքան դյուրությամբ կասեցվինք, որովհետև Աստծոյ խոսքին մեջ բազմաթիվ խոստումներ ունինք, որոնք կօգնեն մեզի շարունակել աղոթելու, վկայելու, սիրելու և կորսվածներուն հասնելու։ Արդյունքով ցանել։ Աստված խոստացած է և իրեն համար մեր տարած աշխատանքը պարապ պիտի չելնե։ Սաղմոս 2-ն գրած է. «Անոնք, որ արդյունքով կցանեն, ցնծությունով կհնձեն։ Ան, որ լալով կերթա, ցանելու սերմը տանելով, անշուշտ ցնծությամբ ետ պիտի դառնա իր ցորենի խուրձերը բերելով»։ Սաղմոս 126:5-6 Այս սկզբունքին ճշմարտությունը հաստատվեցավ Տեր Հիսուսի սպասավորության մեջ։ Ան վշտերու տեր և ցավերու տեղյակ եղավ, բայց հարատևեց ծառայելի շուրջը գտնվողներուն։ Ան լացավ Երուսաղեմի վրա, տևապես քարոզեց խոսքը։ Պողոս ալ լեցուն էր սիրով և գութով։ Ան ալ ուրիշ օրինակ մըներ գթասիրտ հարատևության զորության։ Երբ պարագաները դժվար ըլլալ կթվին, անդադար աղոթե։ Ատիկա է հաղթանակի տանող վստահելի ճամբան։ Կրնանք հոգնած և հուսահատ զգալ, բայց միշտ հիշելու ենք Աստծոյ խոստումը։ Պողոս դարձյալ առանց վհատելու դիմագրավեց հրեաներու դավադրությունները։ Երբ հրեաները պահանջեցին Փեստոսեն Պողոսը Երուսաղեմ բերել, Փեստոս մերժեց անոնց պահանջը։ Ինչու՞։ Ան նոր էր գործին մեջ և վնաս պիտի չկրեր, եթե այդ մեծ մարդերուն շնորհք մը ըներ։ Ուրեմն ինչու՞ մերժեց անոնց պահանջը։ Մարդկորեն խոսելով, հստակ պատասխան չենք գտներ։ Սակայն նկատի առ առակած 21-րդ գլուխ առաջի խոսքը. «Թագավորի սիրտը ջուրի վտակներու պես է Տիրոջը ձեռքին մեջ, զանիկա որ կողմը ուզե կդարձնե»։ Աստված կուղղեր Պողոսի կյանքին ընթացքը։ Ան լքած չէր զանիկա։ Ան պահակ կեցած կդիտեր գործողությունները։ Հաճախ չենք անդրադառնար, որ երկնավոր Հայրը կհսկե մեր ամեն մեկ շարժումին վրա, մտիկ կընե մեր ամեն մեկ բառին և նկատի կառնե մեր ամեն մեկ մտածումը։ Անապաշխարը սովորաբար չի խորիր ասոր մասին։ Նույնիսկ հավատացյալը կրնա դյուրությամբ մոռնալ զայն։ Երբ մեր պարագաները անորոշ և անհույս ըլլան, դյուրին է մոռնալ և հուսահատիլ։ Մենք մեզի հիշել տալու ենք, թե մեր Աստվածը չի լքեր մեզ, երեսի վրա չի թողուր։ Աստված պաշտպանեց Պողոսը, թագավորի սիրտը Տիրոջ ձեռքերուն մեջ է։ Իր բանտարկության ընթացքին Պողոս
պաշտպանված էր Աստծոյ ամենակարող որդուն կողմանը։ Մինչ պատմության կծիկը կքանդվի, աշակերտության կյանքի համար ուրիշ կարևոր դաս մը կսորվինք։ Թեև հավատացյալ, Պողոս տակավին քաղաքական իշխանության տակ էր և հոժար դատվելու։ Պետք է սորվինք իր օրինակեն։ Որպես հավատացյալ քրիստոնյաներ, զգուշությամբ հնազանդելու ենք օրենքին բարի վկայություն ըլլալով։ Մենք ենթակա ենք իշխանության, շնորհակալ ըլլալու ենք Աստծմե, որ ընկերության մեջ դրված ենք, ուր օրենքին հնազանդությունը կպահանջվի։ Պողոս ինքը գրեց. ամեն մարդ իր վրա եղած իշխանություններուն թող հնազանդվի, վասնզի չկա իշխանություն, որ Աստծմե չլա, և անոնք, որ կան, Աստծմե կարգված են։ Հռոմեացիների 13:1։ Պողոս կիրարկեց այս սկզբունքը Կեսարիոյի մեջ։ Ուրիշ սկզբունքը դուրս կուգա Փեստոսի և Ագրիպասի միջև եղած խոսակցությունեն։ Գործք Առաքելոց 25:13-21։ Մասնավորաբար նկատի առ Գործք Առաքելոց 25-րդ գլուխ 16-րդ խոսքը, որոնց պատասխան տվին, թե հռոմեացիներու սովորությունը չէ մարդ մը կորստյան մատնել, մինչև ամբաստանյալն ու ամբաստանողները առջևը չունենա, և ամբաստանյալին պատասխան տալու պատեհություն չտրվի։ Այս սկզբունքը նաև կառավարելու է մեր վարմունքը։ Երբեք մի դատեր անձը կամ հարցը, մինչև որ բոլոր իրողությունները չգիտնաս։ Որևէ ատեն հոգևոր եղբոր մը մասին հարց մը կլսենք, երբ կախյալ ըլլալու չենք երկրորդ կարգի ապացույցէ, որքան ալ վստահելի ըլլա մեր ստացած տեղեկության աղբյուրը։ Փեստոսի տեղեկություն տրված էր Պողոսի մասին երկրին բարձրագույն կրոնական մարմնին կողմէ, բայց ան քայլ մը նիսկ չըրավ այդ տեղեկություններուն հիման վրա։ Ան պնդեց, թե ամբաստանյալը պատեհություն ունենալու էր պատմելու իր պատմությունը զինք ամբաստանողներուն առջև։ Շատ հաճախ կդատենք ուրիշ մեկը մեր լսած խոսքով։ Հիսուս հստակ կերպով սորվեցուց մեզի ինչպես մոտենալ նման հարցին։ Եթե քու եղբայրդ քեզի դեմ մեղանչե, գնա հանդիմանե զանիկա, երբ դուն և ան մենակ եք, եթե քեզ մտիկ ընե, շահեցար քու եղբայրդ։ Մատթեոս 18:15։ Երբ Ագրիպաս լսեց Փեստոսի ըսածը, խնդրեց տեսնել Պողոսին։ Փեստոս հանդիպումը կարգադրեց, և ունկնդրության օրը Ագրիպաս և Բերենիկե մեծ շուքով հասան։ Անգամ մը ևս կացությունը պատրաստ էր։ Պողոս Քրիստոսը պիտի վկայեր, միայն թե այս անգամ ան խոսքը պիտի ուղղեր թագավորի մը։ Դարձյալ կհիշենք Տիրոջ խոստումը։ Պողոս Աստծոյ ընտրյալ ամանն էր կրելու անոր անունը հեթանոսներուն և թագավորներուն և Իսրայելի որդիներուն առջև։ Գործք Առաքելոց 9:15։ Ամփոփում։ Աստված հոգ կտաներ Պողոսին։ Պողոս ի հայտ բերավ ճշմարիտ աշակերտի մը հատուկ հույսը և վստահությունը։ Աստված է գերիշխանը և ղեկին գլուխը կեցողը։ Ան առաջին հանգչեցավ ամենակարող Աստծոյ պաշտպանությանը մեջ։ Երկրորդ պահպանվեցավ համառ հակառակության դիմաց։ Եվ երրորդ լի ու լի հպատակեցավ երկրային քաղաքական իշխանություններին։